Վերջին տարիների ամենամասշտաբային ձնաբքերը պատուհասել են Միացյալ Նահանգների կեսը։ Ֆերն անունով ձմեռային ցիկլոնը բերել է ռեկորդային քանակությամբ ձյուն։ Երկրի 23 նահանգում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Եղանակային անբարենպաստ գոտում է հայտնվել մոտ 200 միլիոն մարդ, բնակչության կեսից ավելին։ Սաստիկ ցուրտն ու ձնաբքերը վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը։ Աղետից զոհ է դարձել առնվազն 16 մարդ, կան բազմաթիվ տուժածներ։ Ավելի քան 1 միլիոն մարդ զրկվել է հոսանքից։ Հավանաբար արդեն 10 տարի կլինի, որ այս քանակի ձյուն չենք տեսել այստեղ։ Կարծես չի էլ պատրաստվում դադարել։ Կոլապս է նաև օդանավակայաններում, չեղարկվել է ավելի քան 17 հազար չվերթ, անհարմարություն առաջացնելով հազարավոր ուղևորների համար։ Ավիացիայի դեպարտամենտը մոտ 40 սարքավորում է օգտագործում թռիչքուղու, ճանապարհների և մայթերի ձնամաքրման աշխատանքների համար։ Մեն նահանգում կործանվել է բիզնես ջեթ, որը չնայած եղանակային վատ պայմաններին փորձել է թռիչք կատարել։ Խաթարվել է տրանսպորտային համակարգը, ձյան հաստ շերտի տակ են հայտնվել ավտոմեքենաներ, փակ են բազմաթիվ կրթական հաստատություններ, պետական ու մասնավոր հիմնարկներ։ Միացյալ Նահանգների նախագահը երկրում մոլեգնող աննախադեպ ձնաբքերն անվանել է պատմական։ Աղետի գոտում հայտնված նահանգների իշխանությունները բնակիչներին հորդորում են մնալ տանը։ Սակայն հազարավոր մարդիկ հեղեղել են սուպերմարկետները, սննդամթերքի ու խմելու ջրի համար հերթեր են։ Մարդիկ գնում են ամեն ինչ, դատարկելով խանութները։ Գնել եմ այն ամեն ինչ պետք էր, նույնիսկ աղոթել եմ, որ կարողանամ գնել ամենը։ Ընկերս խորհուրդ տվեց գեներատոր, գազի սարք գնել ձմեռային պայմաններին պատրաստ լինելու համար։ Օդերթաբանական կենտրոնները հայտնել են, որ ցուրտ եղանակը դեռ կշարունակվի։ Չի բացառվում, որ ձնաբքերն արևելյան ափից տեղափոխվեն Ատլանտյան օվկիանոս, սակայն դրան կփոխարինի արկտիկական սառը օդը, կպահպանի սառնամանիքն ու մերկասառույցը։ Նահանգները պատուհասած մասշտաբային ձնաբքերը երկրին ավելի քան 100 միլիարդ դոլարի ֆինանսական վնաս են պատճառել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։